Սուրեն Խորենյան, գեղանկարիչ, ծնվել եմ արվեստագետների ընտանիքում, մայրս Ֆլորա Խորենյան, հայրս Վահան Խորենյան, գեղանկարիչ, երգչուհի Ֆլորա Խորենյան։ Ինքնաբերաբար, ինքնըստինքյան արվեստի միջավայրում եմ մեծացել, հայրս շատ լավ գիտեր բոլոր օպերաների արիաները, խնջույքների բանի ժամանակ նույնիսկ միասին կատարում էին և Աստծո կամոք ես էլ ընտրեցի այդ ուղին գեղանկարչության։ Դպրոցում մասնակցել եմ տարբեր փառատոների, հետո գնացել եմ ուսումնարան նկարչական Թերլեմեզյանի անվան, դիպլոմային աշխատանք եմ կատարել, ուսումնարանը ավարտելուն պես ընդունվեցի Գեղարվեստի ինստիտուտը, այն ժամանակ կոչվում էր Գեղարվեստաթատերական։ Ավարտելուց հետո սկսվեց իմ ստեղծագործական կյանքը, սկսեցի մասնակցել քաղաքային, հանրապետական, միջազգային ցուցահանդեսների։ Արմատները Վան, Այգեստան թաղամաս, ես չեմ եղել, բայց հայրս հատուկ մեկնել էր, երբ որ նկարում էր իր մեծածավալ կտավը, Ավարայրի ճակատամարտը, այդ աշխատանքից առաջ ինքը մեկնեց, շատ լավ տպավորություններ ուներ Վանա լճի մասին, իր ուրույն նկարչական, շատ գեղեցիկ բաներ էր պատմում, և ես նույնպես ենթադրում եմ, որ ժամանակ և կտրամադրեմ, որպեսզի ես էլ լինեմ Վանում։ Արվեստում ինձ ոգեշնչում է բնությունը, բնությունը և ինչ որ կապված է բնության հետ, պեյզաժները, մրգերը, մարդիկ, նամանավանդ կանանց գեղեցկությունը։ Ունեմ բազում դիմանկարներ և ֆիգուրներ կանացի, ես երբ որ լինում եմ այլ երկրներում, բանի ժամանակ ինչ-որ խոսելու կամ դասախոսության անպայման պատմում եմ մեր հայոց աշխարհի գեղեցկության մասին։ Իրենք սենց բերանները բաց լսում են, զարմանում են, որտեվ մեր աշխարհագրական դիրքը շատ բազմազան է և ամեն ինչ ունենք։ Սկսած Սևանա լճից, որը ուղղակի իսկապես մարգարիտ է Հայաստանի համար։ Ավարտելուն պես մի քանի տարի, ինչ-որ տարիների մեջ, աշխատում էի ավելի նման հորս աշխատելավոճին, որտև ինքն է եղել իմ ամենագլխավոր ուսուցիչը, բացի իհարկե մեր ինստիտուտի դասախոսներից, բայց դե որպես շարունակող, և 92 թվականին մեկնեցի Փարիզ մի քանի ամսով, դիտելով ընդեղի լավագույն թանգարաններում լինելով և քաղաքը ինքը արվեստի երկիր է Ֆրանսիան և արվեստի քաղաքը, արվեստի և սիրո, շատ ոգևորված, ես նույնիսկ գիշերները կարելի ասել չէի քնում, որտև անընդհատ գլխիս մեջ նորանոր կոմպոզիցիաներ էին ծագում, այսպես կնկարեմ, այս կանեմ, այն կանեմ, և այդքան մեծ ոգևորություն ապրեցի և իմ նկարչության մեջ մենք սկսեցինք տարբերվել, մտավ իմպրեսիոնիզմ և էքսպրեսիոնիզմ, որը ինձ մինչև այսօր հուզում է։ Սեր, գեղեցկություն, գեղեցիկի ընկալում և համարում եմ, որ դա է իմ առաքելությունը կերպարվեստում և փառք Աստծո, որ դիտողների իհարկե զրույցներով պարզվում է, որ բավականին ստացվում է, դա շատ հաճելի է։ Էլի տարբեր երկրների, եվրոպական քաղաքներում
Այնտեղ հանդիսատեսը շատ պատրաստված են, շատ ավելի պատրաստված են իհարկե, մենք էլ ենք արդեն հասնում դրան, իրենց խոսելը ցուցահանդեսից հետո այնքան խորն էին գնահատական տալիս, այսինքն կարողանում էին բացատրել ինչու են հավանել, ինչն են հավանել, այդպես ուրախ էին, որ այդպիսի արվեստ կա եւ իսկ այնտեղ ուղղակի մեծ սեր հանդեպ բնությունը իմ արվեստում։ Հայ մարդը, հայ նկարիչը, հայ արվեստագետը կարիք չունի շնորհքի։ Մենք ահավոր շնորհալի ազգ ենք, ես ոչ միայն որ հայ եմ եւ նկարիչ, այլ իմ ուսումնասիրությունները, իմ ուշադիր հետևելը, նայելը, ահավոր առաջվա այն Սովետ միության մեջ բոլորից շատ Ռուսաստանից հետո ուղղակի Ռուսաստանը շատ մեծաքանակ է, իսկ մեր փոքրիկ հանրապետության մեջ մենք այնքան մեծ նկարիչներ ենք տվել աշխարհին եւ Սովետ միությանը, որ տոկոսային հարաբերությամբ դա ես եթե հարցնեք ինչի հետ է կապված, ես կարծում եմ էլի մեր բնության հետ, մեր բնաշխարհի հետ, մեր գույների, մեր սարերի, ծորերի, ժայռերի, գետերի գեղեցկության հետ է կապված։ Եվ ահավոր շնորհալի ազգ ենք։ Շատ շնորհքով են մեր նկարիչները եւ ես ասել եմ, էլի կասեմ, որ նույնիսկ շատ քիչ կան այդ շնորհքի այն ինչ որ նշում եմ այդ կերպարվեստի մեջ շատ շնորհալի են։ Միշտ բոլոր դարերում, ոչ թե տարիներին, ցանկացած երկրի նկարիչ ունեցել է կարիք պետական աջակցության, պետության վերաբերմունքին, շատ լավ կլինի, երբ որ մեր բոլոր sense մեր երկիրը դառնա հասնենք նրան, այնքան աճենք, զարգանանք, որ նկարիչին այդպես ձեռքերի վրա փայփայեն նկարիչ մարդուն, արվեստագետին։ Մոդելյանին Փարիզում է ապրել, Սենայում է խեղդվել եւ ոչ մի աշխատանք Փարիզում չկա Մոդելյանից։ Կարող է մի հատ որևիցե մի թանգարանում այդ պետության աջակցության մասին եմ էլի։ Դա շատ վատ, բայց ուրեմն այնքան շնորհալի են մեր նկարիչներ, որ նույնիսկ կարողանում են առանց այդ աջակցության նույնպես երևալ աշխարհի տարբեր բիենալեներում, թանգարաններում, պատկերասրահներում, դա նույնպես շնորհք է։ Կարիք ունենք աջակցության իհարկե, վերաբերմունքի, որը իհարկե համեմատաբար, քանի գնում է նույնպես լավանում է։ Համենայն դեպս այսօր մեր նկարիչների միությունը շատ երիտասարդներ են ղեկավարում, մեր հայրերի, ընկերների տղաները, եւ շատ լավ են ղեկավարում, շատ լավ ռելսերի վրա է դրված։ Եթե այդպես շարունակվի, մենք եւս մի քանի աստիճան մեր արվեստը կբարձրանա։ Իմ խորհուրդը կլինի այսպիսին է։ Շատ դարեր առաջ, մի քանի դար առաջ, Տինտորետոին ասում են, որ Յակոպո Տինտորետոին ասում են, որ քեզ մոտ մի հատ ակադեմիա ավարտած, գերազանց ավարտած, ուսանող, ուզում է ձեզ հետ վարպետ մի քանի բառ խոսի։ Մի կերպ համոզում են, ասում են լավ, ինքը խոսելու ժամանակ չուներ, միայն նկարում էր, անընդհատ նկարում էր եւ առանց աշակերտների, ինքն էր այդ մեծածավալ կտավները նկարում, շատ խիստ մարդ էր, երբ որ գալիս է մի կերպ այդ երիտասարդին նազիր բեզիրներով բան վերում են,
այս երիտասարդը այսպես ասում է, ասեք խնդրեմ վարպետ, ինչ է պետք, որպեսզի հասնենք արվեստի բարձունքներին, կերպարվեստի բարձունքներին, ինչ խորհուրդ կտաք։ Ասում է, աշխատի։ Շնորհակալություն, վարպետ, կարծում եմ, այս կարճ է կտրում, որ էլ ինչ խորհուրդ կտաք։ Ասում է, էլի աշխատի։ Նույն խորհուրդը ես կտամ, քրտնաջան, միայն շնորհք, ինչա պետք լինել կայանալու համար, որպես արվեստագետ։ Շնորհք և քրտնաջան ինքնամոռաց աշխատանք։ Այդ երկուսը եթե իրար հետ լինեն, ինքնամոռաց քրտնաջան աշխատանք։ Եվ իհարկե շնորհք։ Ամեն վայրկյան իմ կարծիքով, այսինքն իմ մոտ այդ դպրոցն է, այդ ոճն է։ Դատարկ կտավը, երբ որ սկսում ես աշխատել, ինքը պետք է գեղեցիկ լինի, էսթետիկ լինի։ Ամեն վրձնահարվածից հետո ոչ թե նկարեմ, հետո կուղեմ կամ հետո կգեղեցկացնեմ, հետո կլրացնեմ։ Որ պահին էլ որ թողնես, նա պետք է գեղեցիկ լինի, դա է իմ ոճը։ Եվ դրա համար մենք ունենք, ես ում եմ հետևում, մեծ նկարիչների, ունենք օրինակ անավարտ աշխատանքներ, որոնք հիասքանչ են, ուղղակի անավարտ են, բայց հիասքանչ են, իրանց ուժեղ են, ուժով են, մեծ ուժ կա մեջը, ներուժ։ Ավարտելը նույնպես շատ մեծ կապ ունի նկարիչ արվեստագետի հետ, կան բազում, հիմա ինձ կոլեգաները կհասկանան, կան բազում նկարիչներ, որ այդ ավարտելու պահը չեն կարողանում գտնեն։ Եվ շատ անգամ իրենց ստեղծագործությունները ընթացքում են ավելի լավը, քան ամենավերջում։ Այսինքն ժամանակին կանգ առնելը, ընդհանրապես, եթե մեծ հաշվով խոսենք, ավարտ չունի։ Չունի ուղղակի միշտ կարելի է կատարելագործել, ամբողջ կյանքում։ Մի նկարը կարող ես մինչև կյանքիդ վերջ նկարել և այդքան տեղ կա։ Բայց ժամանակին կանգ առնելը պետք է զգաս որպես մասնագետ, որ պահին կանգ առնես, որ ինքը լինի այսպես թրթռուն, չտրորված, չտանջված, շատ անգամ ավելի լավ է թողնես նույնիսկ մի թեթև կիսատ, քան թե գեր կատարվածը զգացվում է։ Արվեստ ասելով, ես հասկանում եմ բոլոր արվեստները, և երաժշտությունը, և գրականությունը, մեծագույն արվեստներ են, և ունենք, փառք Աստծու, մենք մարդիկ, երկիր մոլորակի մարդիկ ունենք լավագույն օրինակներ, Մոցարտ, Բեթհովեն, Բախ, ասենք երաժշտության մեջ, քանդակի մեջ Միքելանջելո, Ռոդեն, Բուրդել, կերպարվեստի մեջ, մեր հայ կերպարվեստի մեջ, ինչքան մեծ նկարիչներ ունեն, Այվազովսկի, Սարյան, Կոջոյան, դե չթվարկեմ, և այդ մեծերը, ոնց որ մեր, համենայն դեպս իմ ուղեցույցն են արվեստի, մակարդակի, արվեստի բարձրության մասին։ Եվ ուժը տիեզերական է։ Պիկասոն ասում էր, եթե չլիներ գեղանկարչությունը, ապա այն մոգոնել էր պետք։ Շատ գեղեցիկ է, եթե չլիներ։ Ոնց որ ասենք Լուի Արմստրոնգը ասում էր, ջազը և ես ծնվել ենք միասին։ Սալվադոր Դալին ասում էր, մի ձգտեք կատարելությանը, առաջի հերթին չեք հասնի, երկրորդ հերթին ոչ մի լավ բան չկա այնտեղ։ Այդ էլ եմ ուզում ասեմ, որ ուրեմն դարեր առաջվա նկարիչները, քանդակագործները և այսօրվա նույն հույզերը, նույն միտումները, նույն հարցերը ունեն լուծելու կտավի առաջ։ Պատկերացնում եք, այդքան դար անցել է,
բայց նույն շնչով են շնչում, նույն գեղեցկությունն են փորձում վերարտադրել, ձգտում, ինչ քանդակներ ունենք, այդ ինչ քանդակներ են, նայում ես մարմարը դառնում է, չգիտեմ ինչ, մի հատ մարգարիտի կտոր, բարդ բան է շատ, բայց այդ գերմարտկային բաները էլի, արվեստը ստիպում է լինել գերուժեղ, որ հաղթահարել, հասնել արվեստի բարձունքներին։ Կարծում եմ, որ շատ քիչ են հեռուստաընկերություններ, ովքեր ունեն արվեստի հաղորդումներ, արվեստի մասին, եւ շատ ուրախ եմ, որ ձեր հեռուստաընկերությունը հենց այդպես էլ կոչվում է հաղորդաշարը, շատ գեղեցիկ է արվեստի ուժը։ Լավ է որոշված, բրավո հեղինակներին, բրավո ձեզ, բրավո ձեր հեռուստաընկերությանը։